Տեսակ չէ քույրեր ինչ երկեցին, խաչի մահով ես մահացել, Սուրբ արյունը դες տապել, հարկ Տիրոջը, Աստծո հավիտենական սիրո համար, որ միածին որդին չխնայեց մեզանից, որի մահովը մենք կենթանացանք, այսօր զադիգ է ասում ենք, չէ, Քրիստոս հարյավի մերելոց, բայց զադիգ է ասում ենք, զադիգ, զադիգը ինչ է, զադիգը, զադվել է, այո, միայն հայերը ունեն այդ բառը, զադվել, զադիգ, զադվել, որտև զադիգը գալիս է հին ուխտից, և հին ուխտի ժամանակ հրյա ժողովուրդը Եգիպտոսի մեջ գերի էր, և նրանք Աստծո զորությունով և գարան արյունով փրկվեցին Եգիպտոսի գերությունից, զատվեցին նրանք, զատվեցին Աստծո համար ապրելու, որպես Աստծո ժողովուրդը։ Ուրեմն զադիգի մասին որոշ բաներ խոսենք, չնայած շատ անգամ Քրիստոսի հարության մասին ենք խոսել, բայց զադիգի բուն նշանակությունը մահվան հիշադակն է, Քրիստոսի մահվան հիշադակն է, նա որ մեռավ և հարություն առավ, բայց ավելի զադիգը մահվան հիշադակն է, ուրեմն համարոտ որքան հնարավոր է այս գրքուկի մեջից, ես ձեզի աջորդ անգամները գբերեմ, դրա մեջից եմ գարտում, զադիգի մասին, ուրեմն աշխարհում որտեղ էլ որ հրյաները ապրելիս լինեն, այդ գիշեր նրանք անպայման զադիգը պիտի հիշեն և դոնեն որպես իրենց ազգային պատմության մեծ իրադարձություն։ Իսրայելի որդիները, որոնք փարավոնի հարգելի հյուրերն էին, ստրուկներ դարձան և որպես ստրուկներ նրանք փափագում էին ազատության, բայց ազատությունը փոխարեն նրանց լինելու, նրանք ավելի չարչարվում էին և սաստկանում էին իրենց չարչարանքը և բռնությամբ ծառայեցնում էին Իսրայելի որդիները, նրանց կյանքը ծանր գործերով, կավով ու աղյուսներով և դաշտի ամեն տեսակ գործերով դառնացնում էին։ Ինչ ծառայություն, որ անոնց անել դային, բռնությամբ էին անում։ Եվ հրյաները իրենց ազատության համար Աստծուն աղաղակեցին։ Շատ օրեր ետքը Եգիպտոսի թագավորն մեռավ, Իսրայելի որդիները ծառայության պատճառով հառաչեցին ու աղաղակեցին։ Ծառայության համար անոնք աղաղակեցին Աստծո։ Ծառայության համար նրանք աղաղակեցին Աստծո։ Իսկ մենք աղաղակում ենք Աստծո։ Նրանք գերի էին, ազատության համար էին աղաղակում։ Կարծում ենք մենք գերի չենք այս աշխարհում։ Եվ այս աշխարհի իշխանը, փարավոնը, սատանան բռնի ծառայեցնում է երկրի վրա եղող բոլոր բնակիչներին։ Բայց մենք ոչինչ չենք զգում։ Թվում է, թե ամեն բան նորմալ է, այդպես պետք է լինի, բայց այդպես չի։ Մենք պետք է որ աղաղակենք Աստծո արքայության հայտնության համար, Քրիստոսի վերադարձի համար, որտեղ միայն Քրիստոսի վերադարձով պիտի լինի, որ մենք այս չար աշխարհից պիտի ազատագրվենք ի վերջո։ Եվ Հիսուս ասեց. դուք մի մտածեք, ինչ պիտի ուտեք, ինչ պիտի խմեք, ինչ պիտի հագնեք, այդ բոլորը ձեզ պիտի դրվի։ Դուք Աստծո թագավորությունը խնդրեցեք եւ մնացած բաները ձեզ կդրվի։ Որովհետեւ մինչեւ Աստծո թագավորությունը չհայտնվի երկրի վրա, մինչեւ Քրիստոս թագավորը չհայտնվի, մեր խնդիրները պիտի չվերջանան։
Աստված անոնց հետեզանքը լսեց ու Աստված հիշեց իր ուխտը, որ Աբրահամի հետ արել էր։ Աստված նայեցավ Իսրայելի որդիներուն վրա, գիտցավ նրանց վիճակը։ Եվ Աստված ազադարար Մովսեսը ղրգեց եւ նրա հետ խոսեց Փարավոնին. «Արձակե իմ ժողովուրդս, որպեսզի բաշտեն ինձ»։ Իսրայելի որդիները չէին ստեղծվել Եգիպտոսի համար, այլ Քանանի համար։ Նրանք չէին խմելու Նեղոսի բղդոտ ջրերը, այլ Հորդանանի վճիտ ջրերը։ Աստված ասել էր Աբրահամի նախորոք. «Ստույգ իմացիր, որ քու սերունդդ իրենց չեղած երկրի մեջ բանդուղտ պիտի լան եւ ծառայություն պիտի անեն ու հոն 400 տարի պիտի չարչարվին, բայց այն ազգը, որում պիտի ծառայեն, ես պիտի դադեմ եւ անգևիետքը շատ ստացվածքով պիտի ելեք»։ Եվ այդ պատճառով Փարավոնի սիրտը խստացրեց Աստված, որպեսզի իր զորությունը հայտնի լինի։ Իսրայելի որդիների ազատագրումը Եգիպտոսից նմուշն է, նմուշը օրինակն է։ Մեղավորների ազատագրմանը ուրեմն նմուշն է, եւ շատ նմուշներ կան Սուրբ գրքի մեջը, որոնք մեզ ցույց են տալիս, թե ինչ է կատարվում ներկա աշխարհի մեջ եւ ինչ ծրագիր ունի Աստված։ Ինչ որ առաջվանից գրվեց, մեր սովորելու համար գրվեց, որովհետեւ գրքերի մխիթարությունով հաստատուն հույս ունենանք։ Ուրեմն Իսրայելի որդիների ազատագրումը Եգիպտոսից նմուշն է մեղավորների ազատագրմանը մեղքի գերությունից։ Եգիպտոսը օրինակն է ներկաչար աշխարհի։ Ինչպես Եգիպտոսը հայտնի էր աշխարհում իր գիտությամբ եւ իմաստությամբ, նույնպես ներկա աշխարհը հայտնի է իր ներկա գիտությամբ, տեխնոլոգիով, առաջադիմությունով եւ ամեն ինչով։ Նաեւ Եգիպտոսը հայտնի էր իր ուդելիքով սխտոր, փրաս, ծմերուկ, վարունգ, բայց Քանանը չես կարող համեմատել Եգիպտոսի հետ։ Քանանը երկիր է թուզի, նուրի, խաղողի, ձիթենու, նաեւ գաթի ու մեղրի։ Փարավոնը սատանայի օրինակն է։ Նա փորձում է աշխարհը մի գեղեցիկ տեղ ներկայացնել եւ քաղցրացնել աշխարհի կյանքը, մարդկանց գերությունը, որտեղ լիքն է ամեն տեսակ մեղքերով եւ խաբկանքներով եւ վերջում մահով։ Մարդիկ համագերվել են այս աշխարհին, բայց մենք փորձառություն չունենք իսկական այն աշխարհը, որ Աստված սկիզբեն պատրաստել էր, որի մեջ Ադամ եւ Եվան ընկան եւ գործերին։ Մենք չգիտենք, թե այն աշխարհը ինչպիսին պիտի լիներ։ Եվ ներկա կյանքը մեզ թվում է, որ շատ լավ է, քաղցր է, հաջողներ կան, կյանքը վարում ենք եւ այլն, բայց լավ իմացեք, ներկա աշխարհը շատ քիչերն են, որ կյանքը վայելում են, ունեցվածք ունեն, երիտասարդ են, առողջ են, բայց մեծ մասամբ աշխարհը դարաբում է, սոված են, պատերազմներ, չքավորություն, ձերություն, հիվանդություն, մահ, դժվարություն։ Մովսես օրինակն է Քրիստոսի։ Աստված իր փրկության ծրագիրը նախորոք ծրագրել էր եւ Մովսեսին նախորոք պատրաստեց անաբադում, որպեսզի Իսրայելի ժողովրդին ազատագրի։ Իսրայելը աղաղակեց Աստծուն եւ Աստված կանչեց Մովսեսին եւ Մովսես երևաց Փարավոնի առջև, բայց Իսրայելի որդիների լուծը ավելի ծանրացավ։ Նույնպես Սատանան ավելի է դժվարեցնում այն հավատացյալների կյանքը, որոնք փորձում են իրենից փախչել։ Եվ Հիսուս ասեց. աշխարհի մեջ նեղություն պիտի ունենաք,
բայց քաչասիրտ եղեք, ես աշխարհին հաղթեցի։ Երբ փարավոնը մերժեց Իսրայելի որդիներին արձակելը, Աստված սկսեց զանազան հարվածներով բաչել Եգիպտոսը։ Աստված այդպես անելով իր ծրագիրն էր ցույց տալիս այն, որ Իսրայելի Աստվածն ավելի զորավոր է, քան Քրիստոսի, Եգիպտոսի աստվածները։ Ուրեմն Աստված որպեսզի իր զորությունը ցույց տա, փարավոնին բաչում էր զանազան հարվածներով։ Ներկայիս Սատանան խստացած է, Աստված նեղն է դնում, Աստված զանազան հարվածներով բաչում է աշխարհը։ Դուք եթե YouTube-ի վրա եղած հաղորդումները դիտեք, այնտեղ կտեսնեք ամեն օր երկրաշարժ, ամեն օր ջրեղեղ, ամեն օր փոթորիկ, ամեն օր վայնասում, բادرազմեր, ամեն օր գարգուտ, եւ Աստված հարվածում է։ Չի ուզում Սատանան արձակի իր ժողովուրդը։ Եվ սրանք որպես օրինակներ են, մենք պետք է իմանանք։ Հարվածները հաշվով 10 են։ 10 հարվածներ տվեց Աստված Եգիպտոսին։ Առաջինը ջրերը այրուն դարձան, երկրորդը գորդեր լեցվեցին դների մեջ, երրորդ ոչիլ, չորրորդ շանաջանջ, հինգերորդ Եգիպտոսի բոլոր գենթանիների վրա հարված, վեցերորդ ուրեցքներ, յոթերորդ գարգուտ, տեսնում եք չէ գարգուտները, բեսբոլի գնդակի չափ, յոթերորդ գարգուտ, ութերորդ մարախներ, իններորդ խավար, 10-րդ անդրանիկների վերջի հարվածը մահն է։ Անդրանիկների մահը ընդդեմ Իսրայելի ազգի որդիներին, որոնց համար հրամայվել էր գեդը նետել ծնված արու երեխաներին։ Ուրեմն պետք է մերժել Սատանայի խոստումները, եթե ուզում ենք փախչել ու փրկվել նրա ներկա չար եւ դադարեցված աշխարհից։ Գաղատացիս թղթի մեջ է գրված. Հիսուս իր կյանքը տվավ, որպեսզի հիմակված չար աշխարհից մեզի փրկի։ Ավետարանը ասում է աշխարհը չար է, բայց մենք չար բանը չենք տեսնում, կարծես թե չէ։ Կարծես թե ամեն բան լավ է, վայելում ենք աշխարհը, մանավանդ հիմա տեխնոլոգին զարգացած է եւ մի օրում գնում ենք Եվրոպաները ման գալու, ամեն տեղ հնարավորություններ ունենք, բայց աշխարհը չար է, լավ իմացեք։ Սատանայի իշխանության կոնտրոլի տակ է, բոլոր աշխարհը լավ չի, եթե մենք այսօր որոշ հնարավորություններ ունենք եւ վայելում ենք, բայց աշխարհը այդպես չի։ Մենք գնանք ուրիշ երկրներ, սով կա այնտեղ, մահտարաժամ հիվանդություն կա, բادرազմ կա, հազարներով մարդիկ սովից մեռնում են, երկրաշարժներ կան, հազարավոր մարդիկ մեռնում են, անդուն են, եւ աշխարհը չար է։ Եվ Հիսուս իր կյանքը տվավ, որպեսզի մեզ այս չար աշխարհից փրկի, փարավոնի ձեռքից, այսինքն Սատանայի իշխանության տակից դուրս անի մեզի։ Եվ մենք պետք է աղոթենք նրա համար, որ արի Հիսուս, բաժի այս չար աշխարհը, որպեսզի աշխարհի ժողովուրդները շունչ քաշեն։ Այժմ տեսնենք, թե ինչպես կարող է մեկը փրկվել Սատանայի զորությունից եւ ազատագրվել արյան միջոցով։
5 դագարանի ժամանակ Աստծո զորությունը ելիցն էր։ Բայց նախքան Իսրայելը զորությամբ ազատագրվել է, նրանք պետք է որ փրկվեին արյունով։ Զադիկը գեղեցիկ օրինակ է փրկության ծրագրին Քրիստոսի միջոցով։ Զադիկը գեղեցիկ օրինակ է փրկության ծրագրին Քրիստոսի միջոցով։ Քրիստոս մեր Զադիկը մեզ համար զոհվեց։ Գրված է առաջին Կորինթացիս 5 գլխի մեջ։ Ինչպես Զադիկի գարան արյունը փրկեց Իսրայելը, նույնպես Աստծո գարան արյունը կփրկի մեզ։ Եվ Հովհաննես Մկրտիչը ասեց. ահա Աստծո գարը, որ աշխարհի մեղքը կվերցնի։ Այս աշխարհի դերը ով է։ Եսային ասում է. «Ղրգեցեք գարը երկրի դիրողին»։ Այս աշխարհը Քրիստոսին է պատկանում, թագավորների թագավորը, դերերի դերը։ Սատանան հափշտակող է, ժամանակավոր հափշտակել է, բայց Հիսուս ասեց. «Ես աշխարհի հաղթեցի»։ Ինչպես Զադիկի գարան արյունը փրկեց Իսրայելը, նույնպես Աստծո գարան արյունը կփրկի մեզ։ Գիտնալով, որ դուք ոչ թե ապագանացու արծաթով կամ ոսկեով փրկվեցաք, ձեր հայրերեն ավանդված ունայն ջամփաներեն, հապա Քրիստոսի բատվական արյունովը, որպես թե ամբից ու անարատ գառնուկիմը, որ առաջվան է, ջանցված էր աշխարհի սկիզբեն առաջ։ Քրիստոս որպես Աստծո գառնուկը աշխարհի սկիզբեն առաջ արդեն պատրաստված էր։ Իսրայելի որդիները բնակվում էին Գեսեմի երկրում, Եգիպտոսի ամենալավ մասը, ջրարատ, որը մասը կազմում Եգիպտոսին, նրանք ընկան Եգիպտոսի դատաստանի տակ, որտեղ Եգիպտոսի բոլոր անդրանիկները պիտի մեռնեին։ Իսրայելի որդիներին պատվիրվեց ընտրել իրենց համար մի գար, որը պիտի լիներ անարատ, 1 տարեկան, մորթելով պիտի վերցնեին նրա արյունը ու քսեին դրան երկու կողմերը եւ վերևի մասը, որտեղ որ իրենք բնակվում էին։ Երբ Տերը տեսներ արյունը, նրանց վրայից պիտի անցներ այն գիշեր, եւ Իսրայելի անդրանիկները պիտի չմեռնեին։ Ելից 12 առաջին համարը։ Երբ տեսներ Տերը արյունը դրան վրա, որ քսված, նրանց վրայից պիտի անցներ։ Այս է Passover-ը, անցնել, եբրայերեն Պեսախ, անցնել, երբ արյունը տեսնեմ ասեց, դրան վրա պիտի անցնեմ, Սադակի չրեշտակը պիտի անդրանիկներին ձեր չդար, որտեղ որ արյուն կար։ Զադիկը լինելու էր Իսրայելի համար դարվա ամիսների սկիզբը։ Այդ օրը ելիցը Աբիբ ամիսն է, դարվա սկիզբն էր։ Եվ տեսան Քրիստոսը ինքը մեզ իր մահովը աշխարհ եկավ եւ նոր դարեթիվ բերավ։ Աշխարհը իր ընթացքը փոխեց։ Միայն մեր թվարկությունից 4 տարվա տարբերություն կա եւ հիմա պետք է լինի 2029 թվականը։ Դա Քրիստոսի թվականն է։ Ինքը աշխարհ գալով մեզի նոր թվական տվավ։ Մարդ չի կարող ապրել, եթե Քրիստոսի արյան փրկված չէ, մինչև ինքը հոգևորապես մեռած է մեղքի տակ։ Զադիկը որպես փրկություն, դա բացարձակ Աստծո ծրագիրն է, որևէ մեկը մասնակցություն չունի, բացի այն միայն, ինչ որ Աստված պատվիրում է փրկվելուց հետո։ Դա ամբողջովին շնորհք է, խարիզմա։ Հիսուս աշխարհի սկզբից որոշված էր մարդու փրկիչը լինելու։
Աշխարհի սկզբից որոշված էր մարդկությունը փրկելու համար, որպես փրկիչ։ Ձեզի մի բան հարցնեմ։ Ադամը եւ Եվան, որ մեղք գործեցին, նրանք փրկվեցին։ Այո, փրկվեցին։ Ինչպես փրկվեցին, ինչով փրկվեցին։ Արյան միջոցով։ Արյան միջոցով։ Ինչպես եղավ։ Երբ որ դատաստանը գարտած ասված Ադամին եւ Եվային, եւ Եվան ասեց, օծը ինձ խապեց ու ես կերա, եւ ասված դարձավ օծի գոմը, որ գիտենք օծի մեջ սատանան էր։ Եվ ասավ, քո սերունդի եւ գնոց սերունդի միջև թշնամություն պիտի դնեմ։ Դու նրա գարշաբարը պիտի խայտես, իսկ նա քու գլուխդ պիտի ջախջախի։ Եվ մենք գիտենք, որ գինը սերունդ չունի, սերունդը դղամարտուց է գալիս։ Միակ կինը, որ սերունդ ուներ, դա Մարիամն էր, Հիսուսի մայրը։ Ուրեմն, սատանայի գլուխը գնոց սերունդը պիտի ջախջախեր։ Երբ որ իրենք կերան եւ իրենց աչքերը բացվեց, իրենց մերկ լինելը տեսան։ Ադամը եւ Եվան առաջ մերգությունը չէին տեսնում իրենք, անմեղ էին։ Երբ որ գերան, իրենց մերկ լինելը տեսան։ Առաջին հոգսը, որ ունեցան, իրենց հանդերձներ գարելներ։ Ինչ արին, տզենու մեծ տերևներով իրենց հագուստ շինեցին։ Բայց դա ինչքան կարող էր ծածկել իրենց։ Քիչ հետո թարամեց եւ թափվեց։ Եվ գրված է, որ Ծննդոց 3-րդ գլուխ 21 համարը եւ Աստված Զովադենը այցելեց Ադամին եւ ասեց. Ադամ ուր ես։ Եվ Ադամը ասեց. ձայնդ լսեցի, մերգեի վախվեցի քեզանից։ Ով ասեց քու մերկ լինելը, արդյոք կերար այն ծառից, որ քեզ ասեցի չուտես։ Աստված Ադամի բերանը խոսքեր դրավ։ Եվ Աստված նրանց մերգությունը ծածկելու համար Կաշիե հանդերձներ շինեց Ադամին եւ Եվային մերգությունը ծածկելու համար։ Կաշիե հանդերձները որտեղից արավ Աստված։ Կաշիի գործարան կար։ Ուրեմն Աստված նրանց համար զոհ արեց, անասուն մորտեց, արյուն թափեց, առանց արյուն թափելու Աստծո հետ հաշտություն չկա, խաղաղություն չկա, հավիտենական կյանք չկա, երկինք չկա, փրկություն չկա, ազատություն չկա, բարեկամություն չկա Աստծո հետ։ Եվ նրանց համար արյուն թափվեց, որը խորհրդանշում է Աստծո գարան արյունը։ Եվ այդ Կաշիե հանդերձը Քրիստոսի արդարությունն է։ Մարդկային գործերը չեն կարող մեզ ծածկել Աստծո առջև, բայց միմիայն Հիսուս Քրիստոսի արդարությունը։ Եթե կհավատանք։ Երբ ժամանակը լեցվեցավ, Աստված ղրգեց իր որդին, որ գնոճմե եղավ եւ օրենքի տակ մտավ եւ օրենքի տակ եղողները ազատագրելու համար։ Ուրեմն տեսանք Ադամ եւ Եվան արյունով փրկվեցին։ Ադամ եւ Եվան երկու որդիներ ունեցան նախ, Գայենը եւ Աբելը։ Աբելը ոչխարների հովիվ էր, իսկ Գայենը երգիրներ գործում։ Այն երգիրը, որի համար Աստված ասել էր. երգիրը քու պատճառովդ անիծյալ լինի, փուշ եւ դադաս կբուսցնե քեզի, ջագադիդ քրդինքովը ապրես միջև հողի դառնալդ։ Մի առ ժամանակ հետո Գայենը ընձա բերավ Աստծո
երկրի բդողից։ Ապելն էլ, քանի որ հովիվ էր, իր հոդի ոչխարներից զոհ արեց լավագույնը։ Եվ Աստված Աբելի զոհը ընդունեց, բայց Գայանի զոհը չընդունեց։ Ինչու՞, որովհետև Աբելի զոհի մեջ արյուն կար, խոստովանություն կար եւ հաճելի էր Աստծո։ Միայն այդ միջոցով կարելի է Աստծո հետ հաշտվել եւ հարաբերության մեջ մտնել։ Իսկ Գայանը երկրի բդուղը լավագույնները բերավ, բայց Աստված չնայեց եւ երեսը գախեց Գայանը։ Եվ Աստված ասեց. ինչու երեսդ կախեցիր, եթե աղեգնես լավ չի լինի, եթե ոչ զոհի անասունը վրանի մոտ դրան մոտ կապված է։ Դու պիտի զոհես նրան եւ նա պիտի հնազանդի քեզի։ Որտեղից գիտեր որ Աբելը արյունը հաճելի է Աստծո համար եւ միակ հաշտությունը այրունով է։ Ուրեմն Ադամը արյունով փրկվեց, բացվերը փոխանցեց Աբելին, որ արյունը Աստծո հետ հաշտության միակ միջոցը արյունն է։ Եվ Գայեն դա իմանալով մերժեց եւ չընդունեց։ Եվ նույնիսկ Աստծո մոտ միգուցե հբարդացավ էլ ինքը, որ այդ փուշ եւ դադաս բերող երկրի բդուղը ինքը քաչաբար կարող է գործել եւ լավերը բերել Աստծո։ Բայց Աստված չնայեց դրան, որտեղ Աստված մեղավորի ձեռքից մի բան չի կարող ընդունել։ Անավատ մարդու ձեռքից ոչինչ չի կարող Աստված ընդունել, մինչև որ մեկը Քրիստոսի արյամբ սրբված եւ փրկված չլինի։ Եվ այսօր մենք տեսնում ենք, մինչև մեր ժամանակները շարունակվում են դրանք, երկու փրկության գիծ, աստվածպաշտության երկու գիծ, առաջինը Աստծո ծրագրի համաձայն արյունով փրկության ճանապարհը, թեև Աբելը մերավ ինքը առաքյալ ասում է, մինչև այսօր խոսում է դեր։ Երկրորդ գիծը դա Գայանի գիծն է, որը փորձում է մարդկային միջոցներով Աստծուն հաճելի լինի։ Եվ բոլոր նրանք, որ Քրիստոսը չեն ընդունում, արյամբ չեն փրկվում, նրանք հետևում են Գայանի գրոնքին, նրանք Գայանի գրոնքին հետևողներն են, որ Աստծո մոտ պատիվ պիտի չգտնեն։ Իսլամները, բուդդիստները, բրահմա գլնի, քրիշնա գլինի, նոր New Age եկեղեցիներ կան, որոնք ասում են Հիսուսի զուր մերավ, պետք չէ որ մերներ ինքը, զոհ գնաց ինքը, եւ մեղք գոյություն չունի, եւ արյան պետքություն չկա, նրանք փորձում են Քրիստոսը կոպի դարձնել իրենց կյանքի մեջ, եւ այդ ձևով նոր դարաշրջանի Քրիստոսներ են իրենք բոլորը։ Բայց այն օրը ամոթով պիտի լինեն։ Ուրեմն, Զադիկը երկու բաժին ունի, զոհ եւ դոն։ Զոհը գառնուկը լինելու էր, զոհը ամբից եւ անարատ, մաքուր ինչպես Հիսուս էր, նա դարվեց որպես գառնուկ մորթվելու։ Եսայի 53:7 համարը անիգա անիրավություն գրեց ու չարչարվեցավ, բայց իր բերանը չբացավ։ Մորթվելու դարվող ոչխարի պես ու իր խուզողներուն արջև մունջ կեցող մաքիի պես այնպես իր բերանը չբացավ։ Արատ ունեցող գարը ընդունելի չէր զոհի համար։ Հիսուս անբիծ էր, նա բացարձակ անմեղ էր։ Նա գադարյալ էր որպես Բեթլեհեմի մանուկ, որպես Պադանի Նազարեթում, որդի մարդը Հորդանանում,
Հոր ձայնը երկնքից եկած դա է իմ սիրելի որդին, որին հավանել եմ։ Բիղադոս ասեց Հիսուսի համար. ես հանցանք մը չեմ գտներ նրա վրա։ Եվ մատնի Յուդան ասեց. մեղավոր անմեղ արյուն մատնեցի։ Ուրեմն Հիսուս անմեղ էր։ Ձեզի դնային աշխատանք տամ։ Ինչ տարբերություն գադարելության եւ անմեղության միջև։ Գադարելություն հունարեն թելոս, գադարյալ։ Անմեղությունը անամարտիտոս։ Անմեղ տարբերությունը ինչ է։ Ուրեմն Հիսուս անմեղ էր։ Իսրայելացիք ոչ թե գարը դանը մեջ պիտի բահեին եւ սիրեին, գամ դուրսը դրան արջև գաբեին, որ հարվածող հրեշտակը դեսներ, այլ այն պետք է որ մորթվեր։ Մենք չենք փրկվում Հիսուսի կյանքով, այն նրա մահողը։ Եթե Հիսուս խաչի վրա չմեռներ, երկնքի սրբարանը չբացվեր, արյունը չէր սրսկվելու, գերեզմանը չէր բացվելու, միջնորդ քահանաբեդ չէր լինելու։ Նրա վերքերով մենք բժշկվեցինք, բայց ոչ նրա կյանքի օրինակով։ Մեր մեղքերը իր մարմինով խաչի վրա գրեց։ Առաջին թուղթ Պետրոսի գրում է. նա մեր մեղքերը ուրիշտեղ չգրեց, նա չգրեց Մսուրի վրա կամ Հորդանանում, ոչ էլ Անաբադում կամ Գեթսեմանի բարձում, այլ խաչի վրա։ Մեր մեղքերը գրեց խաչի վրա։ Կարևոր է նաև նշել, որ Զադիկի գարի համար քահանայապետի պետքություն չկա։ Իսրայելի փրկության մեջ քահանան գործ չուներ։ Այն գդարելու էր դան մեծը եւ մորթելով գարը արյունը սրսկվելու էր դրան վերևը եւ երկու մասերը գողերը։ Արյունը արդոնագինն էր, արյունը պասպորտն էր։ Երբ արյունը դեսնեմ ձեր վրային պիտի անցնիմ, բայց ով ասեցինք։ Երբ արյունը դեսնեմ ձեր վրային պիտի անցնիմ, ուրեմն այս պարագային մարդկային որևէ միջամտություն չկա։ Ոչ մարդկային արժանիք, ոչ բարի գործեր, ոչ բարիականություն, բայց այրունն է, որ քավություն է անում մարդու հոգու համար։ Եվ Աստված ասեց. եւ ես տվի արյունը ձեզի, որովհետեւ սեղանի վրա ձեր հոգիների համար քավություն անեք։ Իսրայելի որդիները փրկվել էին ոչ թե մասամբ, այլ ամբողջությամբ։ Դա մեջ եղող Անդրանիկը չպետք է ստուգեր դրան վրա եղող արյունը, պետք է հավատար։ Արյունը Աստծո դեսողության համար էր։ Մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսի արյան եւ Աստված դեսնում է այն։ Դրա համար առաքյալը ասում է. մեկը որ սրտով կհավատա եւ բերանով կխոստովանի։ Սրտի հավատքը մենք չենք տեսնում։ Մարդիկ սրտի հավատք ունեն, Աստված է տեսնում, մենք չենք տեսնում։ Բայց սրտով կհավատա մեկը, Աստված տեսնում է։ Բերանով կխոստովանի, քանի որ մարդը չի տեսնում, մեր խոստովանությունից է տեսնում, որ մենք հավատացյալ ենք։ Սրտի հավատքն է, որ արդարացնում է մեզի, եւ բերնի խոստովանությունն է, որ մեզի փրկում է։ Աստված նաև բացվեց, որ արյունը քսելուց հետո դամ մեջը մնալ։ Իսրայելի որդիներից որևէ անդրանիկ աբահով չէր դրսում այդ գիշեր, մինչև Սադակի հրեշտակի անցնելը։ Նույնիսկ արյունը դրան վրա քսված լիներ, նրանք տանը մեջ պետք է որ մնային այդ գիշեր։ Եվ հիմա ներկա աշխարհը գիշեր է։ Եվ Հիսուս ասեց Հովհաննես 15-րդ գլխի 4 համարի մեջ.
15 գլուխ 7 համարի մեջ իմ մեջս կեցեք չի ասեց իմ մեջ մտեք մենք հավատալով Հիսուսի մեջն ենք Աստված մեզի Ադամի մեջից փոխադրեց Քրիստոսի մեջ Հիսուս ասեց իմ մեջս կեցեք ու ես ձեր մեջ Մենք պետք է որ այս խավար աշխարհի մեջ Քրիստոսի մեջ մնանք, նրա խոսքի մեջ մնանք, նրա կյանքի մեջ, նրա ջամփաների մեջ մնանք, ապահովությունը այնտեղ է։ Անգասկած շատերը թեթև են վերցնում Զադիկի մեթոդով փրկությունը, բայց ոչ մեկը չէր ծիծաղում Եգիպտոսում առավոտյան Արավոտ զարթնեցին, վայնասուն կար, ամեն դա մեջ անդրանիկ կար, հարվածել էր, մահացել էին։ Մարդիկ կարող են ծաղրել ավետարանի փրկության ծրագրին և արհամարեն արյունը, բայց նրանք չեն ծիծաղելու դատաստանի օրը։ Զադիկի երկրորդ բաժինը դոնն է։ Զանիգա գրագի վրա խորոված բաղարչով ու լեղի խոդերով թող ուդեն։ Նրանք փրկված էին արյունով, բայց բավարար չէր գաղտնուկը մորթելով միայն արյունը վերցնել քսելու համար։ Նրանք պետք է ուդեին գաղտնուկը։ Շատ քրիստոնյաներ հոգևոր կյանքով չեն աճում, թեև արյունով փրկված են, որովհետև գաղտնուկը չեն ուդում։ Իրենց հոգևոր կյանքը չեն սնուցում նրանով, գաղտնուկը չէր ուդվելու ջրի մեջ եփելով, այլ գրագի վրա խորոված պիտի ուդվեր, հարկավոր էր խորովելու համար շամփուր գործածել, և մեկ հատ է շամփուր գողքից ուսերի միջով անշարժ մնալու համար, որը խորհրդանշում է խաչը, Հիսուսի մարմինը ենթակա էր խաչի վրա Աստծո արդարության դատաստանի գրագին հաղթահարելու մեղքի համար եւ այժմ մենք ուդում ենք մեր մարմինները իր մարմինը հավատքով երբ կատարում ենք Տերոջ ընթրիքը եւ սովորում ենք նրա խոսքերը Դժբախտությունն այսօր այն է որ Աշխարհը չի սնվում խաչի վրա խաչված գառնուկով, այլ գենթանի գառնուկով։ Նրանք փորձում են հետևել Քրիստոսին որպես իրենց օրինակը եւ ոչ թե որպես փրկիչը։ Նրանք ապրում են խաչից այն կողմ, ոչ թե այս կողմ։ Ինչ որ մենք անելու ենք այն է որ մենք չպետք է գնանք հետ ապրող Քրիստոսին, այլ նայել աբակայում առաջ խաչված, փառավորվել Քրիստոսին։ Մենք դեպի առաջ ենք նայում, խաչված Քրիստոսը նա գերեզմանի մեջ չմնավ, երրորդ օրը հարություն արավ, փառքով համբարձավ Աստծո մեծության աջ կողմը նստած է, այն խեչ Քրիստոսը չի այլևս, նրա աչքերը գրագի բոցի պես, նա բարգությամբ պիտի գա վրեժ առնելու երկրի վրա, նրանք որ չեն հավատում, Նրանք որ ավետարանին չեն հնազանդում Զադեկվա գարը ուտվելու էր անխմոր հացով Թթխմորը դրոժը գիտեք անխմորը նշան է չարի օրինակ է չարի եւ մեղքի ուրեմն Այն չի կարող մասնակից լինել այնպիսի դոնախմբության, ինչպիսին է Զադիկը։ Եվ Բողոս առաքյալը գրում է. «Մեկտի արեք հին խմորը, որ լինեք նոր զանգված»։ Հին խմորը խորհրդանշում է հին կյանքը, հին մարդը։ Քրիստոս մեր Զադիկը մեզ համար զոհվեց։ Մենք մերանք Քրիստոսի հետ եւ հարություն արանք Քրիստոսի հետ նոր մի կյանքի համար։
Նրանք նույնպես ուտելու էին զադիկպա գարալ լեղի խոդերով, խորհրդանշելով իրենց նախկին գերության դառնությունները։ Դարձյալ մինչև առավոտ ոչինչ չպետք է թողեին, բայց ավելացածը գրագով այրեին։ Մենք ունենք մի գեղեցիկ պատկեր։ Աստվածային դադաստանի սարսափելի փոթորիկը ավլում է ամեն բան Եգիպտոսում կես գիշերին։ Սպանում է յուրաքանչյուր դար անդրանիկը, որի վրա արյուն չկա։ Իսրայելի որդիները խաղաղությամբ եւ ուրախությամբ տոնում էին եւ ուտում խորոված կառնուկը։ Նրանք տոնում էին իրենց գոդիները մեջքերնին, կոշիկները ոտքերնին եւ գավազանները ձեռքին։ Նրանք պետք է ուտեին որպես մի ժողովուրդ, որոնք պատրաստվում են դուրս գալ Եգիպտոսից, որտեղ կար մահ, խավար եւ դադաստան։ Նրանց մեջքները, գոդեվորված կոշիկները ոտքերին, գավազանը ձեռքերին ցույց է տալիս, որ իրենք բանդուղ ժողովուրդ են եւ պատրաստ քայլում են Աստծո հետ, նույնիսկ եթե բանդախտությունը իրենց տանի գարմիր ձով անցնելու։ Նրանք գիտեին, որ թեև իրեն ճամփորդությունը դժվար էր լինելու, բայց նրանց վախճանը լինելու է փրկված եւ առանձնացած ժողովուրդ Քանանի երկրի համար, որտեղ բխում է գաճ եւ մեղր։ Իսրայելի որդիների ճամփորդությունը Եգիպտոսից Քանան գոչվում է 5 դագարանի բանդուկների առաջդիմություն։ Եվ սա պատկերում է նոր գդագարանի քրիստոնեական բանդախտությունը, առաջդիմությունը, մենք բանդուկտ ենք այս երկրի վրա, մենք մնայուն քաղաք չունենք, մենք հանդերձյալն ենք փնտրում, սպասում ենք Քրիստոսին, մեր հավատքի առաջնորդին եւ գադարողին։ Ամեն ինչ կախում ունի նրանից, թե մենք ինչպես ենք հավատում արյունին։ Այսքանը ինչքան որ հնարավոր էր առակը զադեգի մասին եւ հիմա ես մի հատված կարտամ դարձյալ նոր գդագարանից, որից հետո մենք հաղորդության բահագ ունենանք։ Առաջին Կորինթացիս 11-րդ գլուխն է 23 համարից կարտամ, վասնզի ես դերոճմեն ընդունեցի, զայն որ ձեզի ավանդեցի, թե Դեր Հիսուս իր մատնված գիշերը հաց արավ եւ գոհանալով գդրեց ու ըսավ. Արեք ու գերեք, այս է իմ մարմինս, որ ձեզի համար կգդրվի, ասիկա արեք ինձ հիշելու համար։ Զադիգը հիշադակի դոն էր, նրանք երբ կնային իրենց երկիրը, ամեն տարի այդ հիշադակի դոնը պիտի գադարային իրենք։ Ուրեմն մեզ համար էլ հիշադակի դոն է, այս արեք ինձ հիշելու համար։ Ասիկա արեք ինձ հիշելու համար, նույնպես ալ գավաթը ընտրիքեն յետև արավ ու ուսավ, այս գավաթը նոր ուղտ է իմ արյունովս, ասիկա արեք քանի անգամ որ խմելու ուլակ ինձ հիշելու համար։ Վասնստի քանի անգամ որ այս հացը ուդենք ու այս գավաթը խմենք, դերոջը մահը կբատմենք, մինչև ինքը գա։ Մենք հիմա ամեն օր դերոջը մահն ենք պատմում, ոչ թե դարի մեկ անգամ, ամեն օր, ամեն գիրագի։ Դերոջը մահը կբատնենք, մինչև որ ինքը գա, երբ որ դերը գա, այլևս հաղորդությունը մենք պիտի չանենք։ Ուստի ով որ այս հացը ուդե կամ դերոջ գավաթը խմե անարժանաբար, բարդական պիտի ելլա դերոջը մարմինին եւ արյունին, ուրեմն թող մարդ իր անձը փորձե ու այնպես այս հացեն ուդե եւ այն գավաթեն խմե, վասնզի այն որ անարժանաբար գուդե ու գխմե իր անձին դադարդություն կբերե։